Թող փառավորվի Տիրոջ անունը։ Շնորհակալ ենք Աստվածանից այսօրվա համար, որ Աստված այսօր էլ մեզանից ամեն մեկիս ողորմություն արավ։ Իր հավիտենական սուրբ ողորմությունով այսօրվա օրը շնորհեց մեզ, որպեսզի այո կարողանանք մեկտեղ հավաքվելով իր սուրբ անունը փառավորենք։ Թող Տիրոջ անունը փառավորվի ժողովուրդ ջան։ Հոբիտ 18-րդ գլխի մեջ այսպիսի համար կա գրված։ Հոբիտ 18-րդ գլուխ 29 համար 21 համար Իրա որ սա պիտի լինի ամբարեշտի բնակարանները եւ սա է Աստծուն չճանաչողի տեղը։ Հոբի մասին շատ ենք խոսացել, շատ է խոսացվում, բայց գիտեք հետաքրքիր է, երբ որ ես վերջերս կարդում եմ Հոբի գիրքը, մի յուրահատուկ, այսպես կարելի ասել, ուշադրություն դարձնելով հասկացա մի կարևոր բան, ժողովուրդ ջան։ Երբ որ ուշադիր ես կարդում Հոբի խոսքերը ճիշտ է, երկրորդ գլխի մեջ ինքը կարծես թե բողոք է ներկայացնում Աստծուն իրա ծննդյան օրվա մասին, որ ասում է ամիսների օրերի մեջ չլինի եւ այսպես շարունակ, բայց հաջորդ գլուխների մեջ երբ որ ուշադիր կարդում ես, ինքը Հոբը ներկայացնում է Աստծո մեծությունը եւ Աստծո արդարությունը։ Ինքն ասում է, որ եթե իրավ մարդը Աստծո առջև ինչքան էլ ուզում է, որ ինքը ուղիղ լինի, միևնույնն է ոչնչություն է, որովհետև Աստված ամենակարող է։ Կարևորը, որ գիտեք, Պողոս առաքյալը ինչպես գրում է, որ հաշտվեցեք Աստծո հետ, մարդը իրապես հաշտ լինի Աստծո հետ։ Ամբարիշտ անձնավորության բնակարանը տեսեք, որ կարդացի նույն գլխի 5-6 համարները այսպես ասում. Անշուշտ պիտի հանգչի ամբարշտի լույսը, և նրա կրակի բոցը լույս պիտի չտա, լույսը պիտի խավարե նրա վրանումը, և նրա ճրակը պիտի հանգչի նրա վրա։ Այսինքն, մարդը եթե Աստծո հետ հաշտ չի ժողովուրդ ջան, Այն լույսը, որ կարծես թե ինքը տեսնում է, որ ինքը լուսավորված մարդ է, ասում է, որ պիտի հանգչի ու լույս պիտի չտա։ Հռոմայեցիս առաջի գլխի մեջ այսպիսի համար կա գրված, ասում է, ասելով, թե իմաստուն են իրենց սրտերը խավարեցավ։ Այսինքն մենակ նա չի, որ ես ասեմ իմաստուն եմ, մենակ նա չի, որ ես ասեմ Աստծուն ճանաչում եմ, Բանը սրա մեջ չի ժողովուրդ ջան, շատ ասվե սրա մասին, որ ամենակարևոր բանը նա է, որ մարդը ինքը ապրի այդ կյանքը, ու ամեն մի իր ապրածի մեջ ինքը ասի, որ Աստված ամենակարող է։ Պողոս ասում է, որ երբ որ ամեն ինչ կանեք ու ինչ որ բան որ կհաջողվի ձեզ, ինչ արեք, գովաբանվեք, չէ, մեծարվեք, ձեզ լավ զգացեք, չէ, ընդհակառակն ասում է, որ մենք անպիտան ծառաներ ենք։ Այսինքն, երբ որ դու մի բան արել ես ու դա քեզ հաջողվել է, ու երբ որ դու ուղղակի այդ ընթացքը վերագրում ես Աստծուն, որ դա ինձանից չի, որովհետև դու խորը հասկացել ես, որ դու ոչնչություն ես։ Այսօրվա օրվա ես պարգև Աստծո կողմից զուտ հենց այս տեսանկյունից է ժողովուրդ ջան, որպեսզի մենք կարողանանք հասկանանք, որ մենք ոչնչություն ենք, որ մենք մեզանից ոչինչ չենք ներկայացնում, ինչով ենք, Սուրբ Գիրքն ինչ ասեմ, ինչ որ ենք, Տիրոջմով ենք, հասկանում եք, և Հոբը իր բոլոր այդ պատասխանների մեջ, երբ որ իր բարեկամները մեղադրում էին իրան, ինքը պատասխանը այսպես էր տալիս, որ գիտեք, թեպետ ես արդար էի, թեպետ ես ուղիղ էի, թեպետ ես ինչ-որ բաներ, որ անում է, ինչպես որ դուք եք ներկայացնում, բայց միևնույնն է, նա ինչ-որ անում է, նա արդար Աստված է։
Սա մենակ կարա ասի մի անձնավորություն, որը որ իրապես խորը ճանաչել է ով է Աստված։ Իսկ այսօրվա օրը դրա համար է մեզ համար Աստված տվել, որ մենք իրոք ճանաչենք ով է Աստված։ Բանը նա չի, որ ես 30 տարի, ոմանք 50 տարի, ոմանք 20 տարի, ոմանք 10 տարի կամ մի տարի կամ 5 տարի եկեղեցու անդամ են, բանը դրա մեջ չի ժողովուրդ ջան։ Այլ բանը նրանում է, որ որքանով ենք մենք ճանաչել այդ Աստծուն, որքանով ենք ամեն ինչի մեջ իրան փառավորեմ, որքանով ենք ամեն ինչի մեջ իր անունը բարձրացնեմ, որքանով ենք իրապես մենք հասկացել, որ մենք ոչնչություն ենք։ Երբ որ կարդում ես Ծննդոց գիրքը, այո, սրա մասին էլի է խոսացվել, որ Աստված մարդուն գրված աստեղծեց հողու փոշից։ Հենց այդպես էլ գրված է Ծննդոց գրքի մեջ։ Այսինքն ունայնությունից, ինչպես Սողոմոնն ասում, ունայնությունից էլ թեթև ենք, ժողովուրդ ջան։ Մենք սա խորը պիտի հասկանանք։ Ամեն օրը պիտի ծառայի այս նպատակի համար, որ մենք իրոք խորապես հասկանանք, որ մենք մեզանից բան չենք ներկայացնում։ Մենք մեզանից կշիռ չունենք։ Մեր կշիռը Քրիստոսի մեջ է։ Մեր արժեքը Քրիստոսի մեջ է։ Այո, այս օրինակը շատ աբերվել, զրոն ինքը թվանշանների թվերի մեջի ամենափոքրագույնն է, չէ՞։ Ու կարծես թե երբ որ ասում ենք 0, մենք հասկանում ենք ոչինչ։ Բայց երբ որ այդ 0-ի դեմը մի հատ թվանշան ադրվում, արդեն ինքը որոշակի արժեք ունենում։ Նայած թե իր դեմը ինչ թվանշան ադրված։ Հիմա մեզ կշիռ տվողը, մեզ արժեք տվողը, մեզ բարձրացնողը, մեզ վեր հանողը, գիտեք, Քրիստոս ինքն է։ Որքանով որ Քրիստոսը մեր կյանքի մեջ առաջնային տեղում է, այդքանով մեր արժեքը բարձր է։ Այդքանով մեր կշիռը ծանր է, ժողովուրդ ջան։ Հոբը սա խորը հասկացել էր։ Դրա համար ասում էր, որ ինքը արդար է։ Տերը տվեց, Տերն էլ տարավ։ Տիրոջ անունը օրհնյալ լինի։ Եվ հոբը դրա այդ բոլոր իրավիճակների մեջ ասում է, Աստծուն անզգամություն չարեց։ Մենք պիտի սա հասկանանք, ուղղակի, որ այս առավոտ կանուխ հավաքվել ենք այստեղ, մեր նպատակը մի բան պիտի լինի։ Մեր ցանկությունը մի բան պիտի լինի, որ Տեր, ես ուզում եմ քեզ ավելի խորապես ճանաչեմ։ Ուզում եմ քո այցելությունը իմ կյանքի մեջ, որպեսզի ես հասկանամ իմ ոչնչությունը, որպեսզի ես ավելի նվաստանամ։ Հենց գիտեք, Հովհաննեսը ուղղակի հենց այնպես էր ասում, ինձ պետք է փոքրանալ, որ նրան բարձրանան։ Մինչև մենք ճիշտենք Աստծո փառքը չի երևալու, ժողովուրդ ջան։ Հենց ամեն օրը Աստված մեզ որ պարգև է տալիս, պիտի ծառայեցնենք այս գործի համար, որ մենք իջնենք, որ նա բարձրանա, որ մենք հասկանանք, որ մենք ոչինչ ենք, եթե նա չկա մեր կյանքի մեջ, մենք ուղղակի 0 ենք, ոչինչ ենք, բայց երբ որ նա մեր կյանքի մեջ կա, ուրեմն մենք ինչ որ բան կարանք ներկայացնենք իրանով։ Թող Տիրոջ անունը փառավորվի։ Այո, որ չասենք իմաստուն ենք, բայց մեր անմիտ սրտերը խավարի, մեր ծոռումուռ ճանապարհներով, մեր ընթացքներով, մեր վարմունքներով, մեր լիստուկացով։ Սողոմոնն ասում էր, որ ով Աստված օգնիր ինձ, որովհետև ես մտնել ու դուրս գալ չգիտեմ, օգնիր ամեն բանի մեջ, որպեսզի դու երևաս, սա կարևոր ֆակտոր է, ժողովուրդ ջան, որովհետև Քրիստոսը երբ որ եկավ ամեն ինչի մեջ մեծարում էր Հորը։ Ամեն ինչի մեջ մեծարում էր Հորը, թեև Սուրբ Գիրքն ասում է, որ եթե ինքը իրան էլ մեծարեր,
ինքը արժանի էր դրան, բայց ինքը դա չարավ, հորն էր մեծարը, թող Տիրոջ անունը փառավորվի։ Այո, այսօրվա այս պատգամները, որ կհնչվի մեր ականջներին, ուղղակի չեմ ուզում, որ սովորական ինչ-որ մի օր լինի, եկանք լսեցինք, գլուխները շարժեցինք դրական առումով, սրտներից մեջ էլ ինչ-որ բան ասինք, իհարկե ճիշտ է, դուրս եկանք այս դռներից են կոմ ու մոռացանք, ոչ, այլ ուշադիր տեղափոխենք մեր ներսը, մեր սրտի տախտակների վրա գրվի և մտածենք, խորհենք այդ խոսքերի վրա, որովհետև դրանք հավիտենական կյանքի խոսքեր են, ինչպես Պետրոսը կարծես թե հայտնություն առնելով Աստծուն ասավ, Տեր ուր գնանք, դու ունես հավիտենական կյանքի խոսքեր, թող Տիրոջ անունը փառավորվի։ Կուզեմ, որպեսզի կանգնենք ոտքի, մեր տերունական Հայր մեր աղոթքով, սկսենք այսօրվա մեր աստվածպաշտության ընթացքը,